այս պահին հարց կա համայնքում, որը որ կարևոր հարց է, այսինքն գյուղացին ամբողջ տարին աշխատել է, բերք ունի եւ իրացման խնդիր ունի, հիմա մարզպետը այդ հարցով զբաղվում է էկոնոմիկայի նախարարի հետ, բան են ծրագիր են մշակել, որով այս պահին էլ հանդիպում ունի չրագործների հետ, մի մասը չրագործները կտանեն, մի մասը կարտահանվի, մի մասն էլ կբան կարվի, կմթերվի։ Այդ արտահանողը հիմա կանգնած է 2-3 կա գյուղը 100 դրամով։ Ախպեր, ես էլ եմ չրագոր։ 100 դրամով ասում եմ հիմա այդ գնու մոմենտն է հիմա։ Մենք 100 դրամով տանք իրան այդ կապենք ջրետի։ Հենց հիմա ես չրագով տղա եմ։ Գնի մոմենտ է, սա թող դարձրեն 200-250 տանք։ Ոչ մի խնդիր չի եղել։ Չէ, ես եմ մեզ չրագործելով կատաղեք։ Ես թվի մասին չեմ գնի պրոբլեմա ստե։ Ես տանողները կանգնած են։ Հազորված չեմ, գին խոսամ։ Բայց հիմա չրագործի մթերողի, մեկ էլ տանողի հետ։ Ձեր համար հարմար պայման պետք է ստեղծի։ Տանողին կարող է 1000 դրամ էլ տակ, բայց դա 100-ով է տանը մեզից։ Մեր չի տալիս այս պայն 1000 դրամի մասին չի խոսքը։ 250 եք տալիս տանողին։ Իսկ ինքը մեզ 100-ով է տանում մեզնից։ Իշխանությունը 250 է, ես եմ լսել։ Այս պայն չեմ կարող ասեմ իշխանությունը։ Ես լսել եմ էկոնոմիկայի նախարարը ասել 250։ Բայց հարցի լուծման միակ տարբերակը տանողին, այսինքն չրագործին։ Ինչ հարցի լուծում։ Մեկ էլ թող գյուղացուն տան։ մթերողի 250-ը թող գյուղացուն տան։ 200 տան, 50 էլ պետք չի։ Մեկ էլ արտահանողին սուբսիդավորում են, որ ապրանքը գետին չմնա։ Այդ արտահանողն է սպեկուլյացիայով զբաղված։ Գալիս է մեզից 100-ով առնում, հա։ Տանի սաման անցնեին դատարկի գա 150 դրամ ավել աշխատի դնի ջեպը։ Բայց ով ասում 100-ով տանում է։ Հենց հիմա 100 դրամ հասկացա։ Արի գնան գյուղ։ Դրա համար տես ինչ են անում։ Հիմա մենակ ներողություն, հիմա մենակ արտահանող։ Ջոկում է։ Լսի, ձեր անունը ո՞նց է։ Հովանես ջան, հիմա մենակ արտահանողին են տալի սուբսիդիա։ Այսինքն մենակ արտահանողին են հիմա արանքը ուզում են մտցնեն չրագործին, որ շուկայական հարաբերություն ստեղծվի, ոնց օրինակ պամիդորի մասով էր, որ գինը բարձրանա։ Ես վստահ եմ, որ այս պահին պետությունը, էկոնոմիկայի նախարարությունը, մարզպետը ոնց անեն ճիշտ քաղաքականություն է վարում։ Հիմա այս պահին հենց անեմ, որ գյուղացուն արտահանողի հետ կոպիտ ասած ածին չթողի, որ արտահանողը չկա ասի ածին ենք այդ արտահանողի։ Մի դրա համար եմ ասում։ Կանգնած է, ասում է էսա գինը։ Կտաս դուր չես տա մի։ Հենց հիմա խոշոր չրագործների հետ մարզպետը հանդիպում է։ Հանդիպի վերջացնի էկոնոմիկայի նախարարության հետ այս հարցը քննարկեն վերջացնեն, հարցը հաստատ լուծվելու է, չի կարա չլուծվի։ Ես մի հատիկ եմ ունենա։ Ես այդ հարցը, ես ձեր համայնքի ղեկավարն եմ։ Քո պրոբլեմը իմ պրոբլեմն է։ Հա։ Ես որ լսա ախպերական էլի։ Հատես մի ասա չէ։ 100% հա։ Ես իմ պահվածքով ցույց եմ տվել հետի։ Դու չես կարող ասես չէ։ Ես ասում եմ հա։ Քո պրոբլեմը իմ պրոբլեմն է։ Երբ որ սրանից 2 օր առաջ էլ ախպեր կային դու գնա քո հարցերը լուծա, սպասի ախպոր պես։ 2 օր առաջ սրանից, երբ որ Խանջանես հարցը բարձրացրել է, 10 րոպե մարզպետը տեղը նստած չի մնացել։ Հենց ասել են, որ Խանջանում սենց խնդիր կա ու Խանջանցին ուզում է քեզի լսի, թե դու ոնց ես այս հարցը լուծում։ Մարզպետը 10 րոպե հետո հել է եկել է գյուղա մեջ ժողովրդին հավաքել է, պատմել է ոնց է ու գնացել է դրանից նորից շարունակել է աշխատել։ Ես հասկանում եմ, որ հիմա ամեն մի ժամը, ամեն մի օրը կարևոր է։ Դրա համար ես առաջարկում եմ ձեզի թույլ տաք այդ մարդիկ աշխատեն իրաց տեղում ախպեր։ Որ հարցը լուծվի։ Որ աշխատում են ռեզուլտատ չկա։ Ինչ ես ասում ռեզուլտատ չկա, ոչ չկա։ Կա ռեզուլտատ։ Հեսա ռեզուլտատը կլի կտենա։ Հեսա երբ ախպեր։ Շուտով, հեսա ռեզուլտատը կլի կտենա։ Օրվա մեջ թե նորից կխոսանք ես ու դու իրար հետ։ Օրվա մեջ թե երբ։ Հեսա կխոսանք, ձեզ դրա մասին նորից թե կտեղեկացնենք։ Հիմա դու ստույգ բան չես ասում, այսօր թե երբ։ Ստույգ բան չեմ կարող ասել, հոտ ասեմ։ Ստույգ բան, այս ծառը ես չեմ կարող ստույգ բան։ Ստույգ ինչ պատասխան ես ակնկալը։ Որ ինչ կարալի վաղ առավոտ իմ գլխի գալիքը։ Չէ, դու հիմի կոնկրետ ինչ ես ակնկալում, ես քեզ ինչ ասեմ։ Ես ասում եմ կառավարությունը զբաղվում է այս հարցով։ Ես խոսացել եմ այս թեմայով։ Ցավը տանեմ, ես քո ասածը հալա ջուղի պես ընդունում եմ, բա փոփոխությունը։ Մի րոպե եղբայր։ Ցավալին է եղբայր, ցավալին է, որ կառավարությունը ասես մի հատ մանրուքս մժայպես մասնիկը չի կարում լուծի ու անունն մեր կառավարությունը պարլամենտում հարց են լուծում ցավալիա մեր ուզածներն է եղբայր դու մեզանից մեկն ես որ 200 դրամ սուբսիդա տալի
Ձեր ներկայությամբ, գյուղապետների ներկայությամբ մեկը հանձինած ես ունեմ 40 տոննա, այդքան նայ ծառերի վրա, ընտի մշակել են, վարկել, նու գիտես էլ չի երկարացնենք մեր խնդիրները, խնդիրները։ Այդ 200 դրամը վրա, պրյամո գա մեզ, մենք էլ այդ բերքը հավաքենք, խոստանում եմ, ասեմ ինչ ենք անում։ Մանկատններից էրա, մի րոպե տղեր, սաղի անուց եմ ասում, իմ հայ ամենաառաջինը, բարձեմ տանեմ շենք է, ոնց որ Մոսկվայում թուրքերը տրորում են մեր ծիրանը, հայրը եկան պատժեշկարին պադավներով տանան պատժեզդի հայատները Մոսկվա, մեր պաունը փրկին բաժնին, մենք է խոսք ենք տալի, հետի մենք մեր զերով տանենք Երևան, բաժանենք, աղբերես, ընենց անենք, որ մեզի շարնեն 100 դրամով տանեն 600 դրամով քաղաք ծախեն, մեծ հավն է տա, եթե… Բայց խորնակ ինչ պրոբլեմ կա, որ քեզից առնեն 200-ով տանեն ուրիշտեղ 600 Պրոբլեմ ինչ կա բրատ, այսօր գիտես ինչն է բանը, ցավը գիտես որն է, այսօր այն որ ասում է բանն անում։ Մի րոպե, ասեք հիմա որ չրագործը քեզնից առնի դեղցը։ Իշկանով։ Գնով։ Մի կարևոր չի իշկանով։ Ոնց կարևոր է, ոնց կարևոր չի, կողմ 50 դրամով առավ հիմա իմ այդ առևտրային թեմայի մեջ մի մտ ես առևտրական չեմ։ ծավը տանեմ։ Հեսա կասեմ, ուրիշ բան ենք խոսում։ Եթե չրագործը քեզնից առնի 200 դրամ։ Ենթադրենք 200 դրամով առնի։ Տանի 100 դրամ էլ ինքը մեջ Արշկա, դրա մասը խնդիր չի։ Բայ ինչ Խնդիրը գիտես որն է, որ իրանք, որ ասում ես ախպեր այդ լծակը տալիս են իրանց ձեռը, արտահանողը, մի րոպե։ Որ Հովանեսի հետ էի խոսում։ Լծակը իրանց ձեռից վերցնեմ ա պետությունը։ Բրատ, մինչև քննարկեն չրագործ խառնվի, ես խառնվի, թափելու է։ Հենց քննարկում են այդ հարցը, հենց հիմի։ Բա հիմա հարցն է, վաղը պատասխան կունենա։ Այսօր կունենանք պատասխան, խի բա։ Ուրախ է։ Նոր Չակիրը անտու լավետը բարձրացած ստեղծական։ Ուրեմն այսպես պայմանավորվենք։ Սես պայմանավորվենք։ Սես պայմանավորվենք։ Ժողովուրդ, հələ մի վարքա։ Ժողովուրդ, մի վարքա։ Սես պայմանավորվենք։ Այս պային կառավարությունում մարզպետանում այս հարցով քննարկում են։ Ես առաջարկում եմ մենք այսօր իրիկունը ժամը 6-ին, բայց տրասի մեջտեղը չէ, էսի մեզի չի սազում։ Գյուղի մեջ ես նորից գգամ ժամը 6-ին նորից գյուղ։ Երկու գյուղ, Խանջան եւ Չյուրը։ Ախպեր, պրոբլեմ չկա։ Մի հատ կետամ Խանջան, մի հատ կետամ ընդեղ։ Էսի իմ գյուղերն է։ Ես հացիկը ախպեր, իմ թաղից շատ եմ սիրում։ Ես հացիկի համար մանգապարտեզ եմ սարքում, ջրագիծ եմ սարքել, ճամփա եմ սա, ինչ ասես անում եմ հացիկի համար։ Եթե ես հացիկը չսիրեմ, եթե ես հələ լսի, եթե ես հացիկի ծառը չսիրեմ, եթե ես հացիկի ժողովրդին չսիրեմ, չեք անի, չեք կարա այդքան Ամենը։ Դու հաստատ չես տալեմ, դու 100% չես տալեմ։ Ես ես խոսք եմ տվել։ Ուրեմն ժամը 6-ին պայմանավորվենք, ժամը 6-ին ես գգամ գյուղի մեջ, գյուղա մեջ են կալցավոյի են ծառի մոտ, նորից կխոսանք։ Այդ ժամանակ կասեմ, Ժամը 6-ին դու գալու ես ասես կոնկրետ որոշումն ինչ է։ ես ժամը 6-ին գգամ կասեմ, թե ինչա խոսածվե։ Ես չեմ կարա ասեմ, իրանք հիմա ինչ են խոսում, ես չգիտեմ, ես թե կայնած եմ ձեր։ Ասենք խոսալն ուրիշ է, որոշումը։ Ես ձեր համայնքի ղեկավարն եմ։ Ես իրանց համայնքի ղեկավարը չեմ։ Ես ձեր համայնքի ղեկավարն եմ։ Դե կգա Որոշում կլինի, կգամ կասեմ, այս ինչ որոշումը կա։ Կսկսենք այդ որոշումը քննարկել։ Որոշում չի լինի։ Էդի քեզի, ընձի, մյուսին ձեռ չի տա։ Մենք իրար հետ կորոշենք ինչ ենք Ես ասում։ ինչի մարեմ քեզ հարցնեմ որոշումն եղնելու, եթե դու ես, ասենք որ ոնց որ դու ասես դու մեր ղեկավարն ես, մեր ներկայացուցիչն էլ դու ես։ Հիմի դու պետք է ընդից պահանջես, որ շուտ որոշեն, որ մենք էլ սենց անորոշ դրության մեջ մի օր անորոշ դրության մեջ չանենք, որտեվ այդ վերքը, Ոչ մի վարքան չկասկածես, որ ես ոչ մեկին չի սպասում։ որ ես քո շահը ամենաբարձրն եմ գնահատում։ Մենք այսօր չենք ճամփա փակել, որ այդ հարցը շուտ լուծվի, ախպետ։ Ասենք մենք կարանք սպասենք, բայց ծառի վրի բերքը չի կարա սպասել։ Ոչ մի վարքան չկասկածես, որ քո շահը իմ համար ամենաբարձր շահն է։ Պետք է այսօր այդ հարցը լուծվի, որ մենք հասկանանք։ Ժամը 6-ին գյուղը կգնեմ, պայմանավորվանք։ Ժամը 6-ին գյուղա մեջ։ Всё։